Էլեն ջան, նախ ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ մեր համագործակցության համար։ Իսկ ես շատ շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Վստահ եմ, որ շուտով ձեր շնորհիվ ես կբացեմ շունիկների համար կացարանը։ Իսկ դուք իմ շնորհիվ շուտով կփակեք Իվանենց ռեստորանը։ Ինձ թվում է, այս ճիշտ ժամանակն է, որ Էլենը անցնի գործի։ Տիկին Մարգո, ես գիտեմ իրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Ու գիտեմ ոնց անեմ, որ ուղիղ մեկ շաբաթում իրանց ռեստորանը փակվի։ Ուշադրությամբ լսում եմ քեզ։ Ես էլ եմ միանում։ Մատուկին մի ժամանակ ախպերներով, մեկը նորմալ մյուսը պակաս շարիկներով, տարիները արագ անցան երազի պես, նրանք որոշեցին բացել փոքրիկ բիզնես։ Մեծը համով օտով ճաշացան գայքում, մյուսը մեծ ախպոր լարվածներ վերնաուտում, սա ճանկատագիր ախպորի չես բաղջի, ամեն ինչ շատ պարզ ասա հաստատ սյուրպրիզ չի, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, բոլորով նստենք մի մեծ սեղան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան, թող մարդիկ մեզ միանան, սպասում ենք սիրով շիրով Իվան, եկեք գնանք ռեստորան։ Բարև Ժիրո ջան։ Բարև, կյանքս, ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես։ Հələ մի րոպե։ Դու չի չես ասում, եթե մյուս անգամ էլ ասել ես կյանքս, այս սուրճը կլցնեմ գլխիդ։ Դե սիրող զույգերը կարող են չէ իրար նման խոսքեր ասել։ Սիրտս։ Դու ինձ ասիր սիրտ։ Ինչ եղավ Ժիրո։ Ուշաթափվեցի քո սիրուց։ Դե ոչինչ, ժամանակի հետ կսովորես։ Բայց այդ ինչ եղավ, որ տենց մի անգամից իմ հանդեպ փոխվեցիր։ Դե երկար մտածեցի քո ընկերություն անելու առաջարկի մասին ու որոշեցի համաձայնվել։ Դե դու շատ ուժեղ, հաղթանդամ, գեղեցիկ ու բարի տղա ես։ Բարի գեղեցիկ։ Ամեն ինչ լավ է Ժիրո։ Սենց լավ երբեք չի եղել։ Օրինակ հատ պաչեմ։ Չէ, մինչև ամուսնանալը ոչ մի պաչել, միայն գրկել։ Դե արի գրկե։ Լավ։ Արի։ Մի քիչ դու արի մի քիչ ես։ Մի րոպե։ 20 սեկունդ։ Արի։ Ախր։ Արի։ Տեղ չգնաս գալիս եմ։ Հոպ, դե արի գրկեմ։ Իմ հենը։ Ինչ ա եղել քուրս։ Առանց ֆիլտր սթորի ես արել, հետևորդները տեսել են իրական դեմքդ։
Չէ, ընկերոջիցս եմ բաժանվել, դավաճանել է ինձ, եկել եմ ստեղ։ Լավ է սարե, բայց սխալ հասցեով ես եկել, գնա կիսաբաց լուսամուտներ։ Կիսաբացը մի տարի է փակամ։ Աման ասել է, որ կոմոդ գամ։ Համե ասում էին վրա թուղթուգիր կա, եկել եմ որ քանդես, համե բախտես բացես։ Դե ուրեմն ճիշտ հասցեով ես եկել։ Ուզում ես նենց թուղթուգիր անեմ նախկինիդ, որ ուզենայել չկարանա դավաճանին։ Դե դու ստե նստի, ես Իվանին զանգեմ, ուտելիք պատվիրեմ։ Իվան, տուն հյուր ա եկե, կարաս ուտելիք պատվիրես։ Դե գրի, խորոված, քյաբաբ, իքիբիր, շաուրմա, թթվի տեսականի, պանի տեսականի, քամած մածուն, ռեժան ու այդ ամեն ինչը 2 բաժին։ Քեզ ինչպես միշտ կեսար աղցան։ Դե մի հատ է կեսար աղցան։ Ժիրո, Աճա։ իսկ դու պաղպաղակ չես ուզում։ Չէ։ Ես ուզում եմ նայեմ, թե դու ոնց ես ուտում։ Ժիր, Ջանա, մի առաջարկ ունեմ։ համաձայն եմ։ Ուզում եմ խնդրել, որ ռեստորանի մենյուն փոխես։ Առանց խնդրելու։ Չես սխալ հասկացար։ Նկատի ունեմ, որ մենյուի մսային տեսականին փոխարինենք բանջարեղենով եւ կանաչիներով։ Այս մեկը չհասկացա։ Հիմա բացատրեմ։ Օրինակ, անգուսի բուրգերը փոխարինենք ոսպով բուրգերի հետ։ Իսկ գարան քյաբաբը սոյայի մսով քյաբաբի հետ։ Մի րոպե, ճիշտ հասկացա, օրինակ ծաղկակաղամբով, կարտոֆիլով ու լոլիկով տրռիկ։ Հա, համովա չէ հնչում։ Չէ։ Ժիրո, ախր եթե փոխարինենք, աշխարհի բոլոր կենդանիները կլինեն շատ ուրախ ու երջանիկ։ Իսկ մարդիկ տխուր ու սոված։ Լավ, ոնց կուզես։ Ես էլ գիտե ինձ սիրում ես։ Այ, չէ, սիրում եմ, Էլեն ջան, իհարկե սիրում եմ, փոխում ենք, մենյուն փոխում ենք, ժողովուրդ, ուշադիր, փոխում ենք մենյուն, բայց մինչև այդ արի մի հատ գրկեմ։ Արի, դե նոխր, երկում ենք, վերջ։ Ուր։ Դե, գնամ։ Փոխում ենք մենյուն։ Oui? Սեբաստիան, Oui? ծանոթացի Էլենն է։ Ah, yes, ճանաչում եմ Էլենին։ Էլենին ճանաչում ես, բայց իմ ընկերուհի Էլենին չես ճանաչում։ Այո, մենք ընկերություն ենք անում։ Oh, c'est magnifique. Mais en même temps, c'est très drôle. Je rejoins. Je dois l'avouer, mec. Շնորհակալ եմ։ Mais félicitations à toi. Ellen John, Kazel, Salaksuman. Mes condoléances à toi. Յա, Շնորհակալ եմ։ Բայց մենք գործով ենք եկել։ Non, non, bien comme ça se même. Non, 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 c'était possible. Yes, j'aime quand on rit d'Elzer Arseniki Kabor. Չէ, մենք ուրիշ բանի համար ենք եկել։ Մենք ուզում ենք ռեստորանի մենյուն փոխենք։ Ամբողջ մսային տեսականին դարձնենք բուսական։ Mon Dieu. Quoi? Tu as que ça? Ah, et tu as une équipe de Gortitz Azatel? Avec c'est la sec. Yes, les mamans, Chemani. ոնց չեմ անի։ Ժողովուրդ ռեստորանի առաջին տիկինն ասում է մենյուն փոխեք, ասում է չեմ անի։ Սեբաստիան։ Bon, on se posait que, bah, Ivan Terriak? Իվանով։
Դեռ չեմ ասել, բայց կասեմ։ Իմիջիալից եթե տեսնես, կասես թող անցնի գործից, թե չէ գործից հանելու է։ Այ կերկեմ։ Ես դեր ապսեն։ Եթե մտածում եք ինչի է դատարկ, ասեմ, որ մենյուն փոխում եք դրա համար։ Ինչ որ ուզում եք ուտեք, պատկերացրեք կերեք։ Վերջում հաշիվը կփակեք կգնաք։ Մենյուն փոխում եք։ Ժողովուրդ, փոխում եք մենյուն։ Ամեն կերպ։ Միրո, այս առաքումները շուտ տեղ ես հասցնում, բայց ճանապարհին որ սովածանաս, հանկարծ չուտես։ Ինչի՞։ Որովհետև մեր տուն է ստանում։ Այդ մասը մի անհանգստացի։ Միրոն տեղ կասեն։ Ինչքան ժամանակից։ Այդ մի բանը Միրոն չի կարացի։ Այսինքն դու անում ես առաքում ու չգիտես ինչքան ժամանակից կհասնես։ Դե նա Իվան ջան, ամեն ինչ կախված է թե Միրոն ոնց է առաքում անում։ Եթե ոդկով ուշ կհասնի տեղ։ Եթե հանկարծ Միրոյի բախտը բերեց ու ճանապարհին լքված հեծանի եղավ, ավելի շուտ։ Դե հիմա գնա, տրոլեյբուսը հեսա, մեր կողքով կանցնի։ Գնա! Գնում էի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներեք, դուք օնլայն ապարիկով հեռախոս եք պատվիրել։ Այո, ես եմ պատվիրել։ Շնորհակալ եմ։ Մի րոպե։ Էլեն Չոլարիստը։ Ծանոթացի կինս է։ Էլեն, մի ծանոթացի, մոտերդ կջարդեմ։ Հաճելի է շատ։ Լավ, վերջել ստեղ չես։ Էլեն։ Որ ձերքում սա։ Ետ ոնց կուշակեցիր։ Կյանքս։ Ես Samsung Galaxy Z Fold 6 հեռախոսը քեզ։ Մերսի շատ, բայց ինչի համար։ Ոնց ինչի համար։ Մեր ընկերության մի օրյակի կապակցությամբ։ Շատ ապրես, բայց պետք չէր նեղություն քաշել։ Ինչ նեղություն։ Օնլայն ապառիկով եմ արել։ Իմիջիալից եթե դու էլ ուզենաս ինձ նվեր առնել, դու ինձ ասա, ես կդասավորեմ ապառիկով կառնես։ Լավ, ես էլ մեր 2 օրյակի կապակցությամբ քեզ նվեր կգնեմ։ Հա։ Բայց ինչ չասես, որ անակնկալ լինի։ Լավ։ Դե հարկերկեմ։ Քեզ ով աթույլ տվել ռեստորանի մենյուն փոխես։ Ժիրոն ու ռեստորանի առաջին տիկինը։ Բայց ով աշիրո որ մենյուն փոխես։ Ռեստորանի առաջ տիկինն ով է, հալվարդ է։ No, Elena։ Adesso ti spiegherei. Che forse conosci. Արագ ասա, ես ժամանակ չունեմ, 1000 գործ կապ դի գնամ ընկերուս կրկեմ։ Ոյ ճլնդրուկ։ Ինչես փոխել ռեստորանի մենյուն։ Լավ եմ արել, հարցեր կան, դուրը չի գալի գործից դուրս արի։ Իմ հիվանդությունների հիմնական պատճառը ամբողջ մսեղենը հանել ես մենյուից։ Էդ ինչքան ծաղկակաղամբ ու բրոկոլին պիտի վաճառեինք, որ ես ռեստորանի վարձը տանք։ Մի րոպե։ Զանգում եմ պապային։ Շիրո ջան։ Ախպերս։ Մենք ռեստորանը բացելուց առաջ բան պայմանավորվեցինք, չէ՞։ Ես պատասխանատու եմ խոհանոցի համար, դու սրահի։ Դու էլ երդվեցիր, որ հավատարիմ ես մնալու խոստմանը, չէ՞։ Հա, բայց երդվելուց մատերս խաչ եմ արել։ Շիրո, արի մի անգամ մեծ աղբորդ լսի մենյուն չփոխենք։ Եթե փոխենք, ռեստորանի վարձը չենք կարողանալու տալ։ Բարոնը տունը վերցնելու է, քո պապայի զանգելն էլ դառնում է անիմաստ։ Վայ։ Բա։ Իվան, ես քեզնից չէի սպասում, բայց ճիշտ բաներ ես ասում։ Մենյուն չենք փոխում։ Չենք փոխում մենյուն։ Մենյուն չենք փոխում։ Մենյուն չենք փոխում։ Դուք նոր եք եկել, չգիտեք, մենյուն չենք փոխում։ Ու մյուս անգամ իզնից հետո ռեստորան չմտնենք։ Չենք փոխում։ Լսում եք։ Բոլորը լսում են մեկ, ռաս։ Շատ դիպես է։ Մենյուն չենք փոխում։ Սա։ Ասեմ չենք փոխում մենյուն։ Էս վալետը նախկինը տա։ Սրան պետքա պատժել։
Վերջ։ Սրա հարցերը լուծված է։ Հիմա հերթը քոնն է։ Իմ վրա ես մոմ անելու։ Չէ։ Դու մենակ ասա ինչ տղա ես ուզում, որ քո համար գտնեմ։ Հարուստ։ Այ աղջիկ ջան, տեսքը նկարագրի։ Կարևորը հարուստ։ Մնացածը թողնում եմ քո ֆանտազիաներին։ Լավ, հեսա տեսնեմ քարտերը ինչ են ասում։ Էս դու ես։ Էս էլ մեր ապագա փեսան։ Ուղղակի մի քիչ ծերա։ Սերը տարիք չի հարցնում։ Լավ, հեսա տեսնեմ երբեք հանդիպելու։ Էս քան շուտ աշխատեց։ Չէ, էս Իվանի առաքիչն է, ուտելիքն է բերել։ Միրոն ասպա բարը։ Միրոն առաքունն է բե։ Հասկացա, դե տուր գնա։ Ասում եմ տուր գնա։ Այդ տղա ջան կախել հա։ Կախելը ռեստարտարը թոթզվի։ Ինչ ես անում, Վարո, ես մթությունից վախում եմ։ Կյանքս պետք է սուրպրիզ անեմ քեզ։ Մթության մեջ սուրպրիզներից ավելի եմ վախենում։ Կարող ես բացել աշկերտ։ Գնաց դավայ։ Տիկին Մարգարիտ, այս գեղեցիկ ծաղկեփունջը ձեզ այն պարոն բարոնն է նվիրում։ Այս ծաղկեփունջը պատական ընտրված չէ, սա խնամքով ընտրված կոմպոզիցիա է։ Այս ծաղիկները կրկին խորհրդանիշ են համարվում, իսկ ծաղիկների փշերը խորհրդանշում են, որ կյանքում գեղեցկության հետ մեկտեղ կարող են հանդիպել նաև փոքրիկ դժվարություններ։ Իսկ այդ դժվարությունները դուք աղթարեք միայն այն դեպքում, երբ ձեր կողքին կլինի պարոն բարոնի պես առնական եւ գեղեցիկ տղամարդ։ Իմ նման։ Շատ գեղեցիկ ծաղկեփունջ է, բայց ինչ կապակցությամբ։ Կյանքս քեզ ծաղիկն նվիրելու պատճառները այնքան շատ են, որ թվարկեմ, պետք է Լիլիայից երկար խոսեմ։ Քիչ էր մնում մոռանայի։ Переплатили деньги, Իրոպե, молчать! Переплетали сени, женщины их мужчин, пахло орхидея, тело твое в ночи. И в темноте сказал я, завтра я улечу, чтобы понять, как я тебя хочу. Марго-джан, где же ты где? Շիրո, կուզես տանեմ սուրճը։ Չէ, ես կտանեմ։ Դու ավելի լավ ինձ գրկի։ Դե տարարի ու կգրկեմ, բայց ինչ ես ջուրը այսքան շատ լցրել։ Սիրուս բաժակն է, լցվել է։ Խնդրի քո սուրճը։ Խնդրեմ քո սուրճը։ Ես ինչքան եք լցրել։ Չեք վայմում մի պռոշի տեղ թողեք։ Զարմանալի մարդ է։ Մարդկանց ուզում ես լավություն անես, բողոքում են։ Լավ է սենց։ Չհասկացա ես ինչ եք անում։ Այս տարեք նորը բերեք, բայց առանց ֆրթցնելու։ Մենյուդ փոխի, լուրջ եմ ասում, բուսականից անցի մսայինի։ Բա ինչի չխմեք։ Տարօրինակ մարդ է։ Կարող է դու պատրաստես, ինձ թվում է քո պատրաստածը կհավանի։ Ժիրո,
Իսկ մենյուն փոխել չստացվեց։ Չէ։ Իվանը դեմ էր։ Հասկացա։ Բայց դուք նույն իրավունքներ ունեք, չէ՞։ Ինչի է իր խոսքը անցնում, իսկ քոնը չէ։ Մի տեսակ ոչ քո ասածն է հարգում, ոչ էլ քեզ։ Ոնց չի հարգում։ Ոնց չի հարգում։ Լսա նայ դրա գլուխը ոնց եմ ջարդում։ Ժիրո։ Բայց մի կռվի Իվանի հետ։ Ի վերջո աղբերը դա։ Ում աղբերն ուզում է ալնի։ Սա պատվի հարց է։ Մենյուն փոխվում է։ Վիկա, հələ մի հատ ջուր բեր։ Միրոն առաքումները բերել է։ Գիտեմ, կերը վերջացրել են, կարաս գնաս արդեն։ Միրոն կեսա կգնա, բայց Միրոն բանա, մանգալեսա մի հատ գտնի, Էս էլ աստեղ ապրում։ Ցավոք սրտի այո, պակասելու տեղը մեր տան աննորմալները շատացել են։ Միրա ինչ ես անում։ Ոնց որ Միրոն բանա, մանգալի, Միրոն բախ-բաղակ։ Իսկ կարող է պաղպաղակը սառնարանում մանգաս։ Լավ միտք է։ Սառնարան, պաղպաղակ, սառնարան։ Բարի խորժակ։ Միրոն ասում է մերսի, կարող է ուտեք։ Չէ, այս անգամ կհրաժարվեմ։ Միրո, հիմա ինչի չես գնում։ Միրոն որ պաղպաղակ է ուտում, չի սիրում քայլել։ Դե արագացրու կեր, մենք գործեր ունենք։ Ես է գնամ սուրճ դնեմ, որ բաժա գտնեմ։ Ցնդոց, 1000 անգամ ասել եմ, մենյուն չեմ փոխելու։ Հաստատ։ Զանգում եմ պապային։ Զանգի։ Ու կզանգեմ։ Զանգի։ Ու կզանգեմ։ Զանգի։ Պլյուս 374 Ալո Պապ Ոնց ես Լավ եմ Մամա ոնց է Դե լավ կբարևես Պապ Տեղյակ էր որ ես Իվանը Անպիասը Թող կողսացով լինի Ռեստորան է բացել Ոնց հա Դե բա մի հատ զանգ եք շնորհավոր եք ամոթը Լավ Լավ Պապաներ Պարտադիր պտի վախի մտնոլորտ ստեղծեմ նոր խելքդ գլուխդ հավաքես, չէ? Ստենդս Վայ լավ Լսի Քանի որ ես հանդիսանում եմ ես ռեստորանի 50%-ի բաժնետեր Ես իմ մասը առանձնացնում եմ առանձին աշխատանցնեմ Գնա քո մասը վերցրու ինչ ուզում ես արա Ստենդս Ես հավաքի, ամոթա, բաժնետերեր են մտնում դուրս գալիս Պապա Ձի եմ տեսնում Ձին Մուրազա Ստեղ էլ ձուկ եմ տեսնում, ձուկն էլ Ֆինանսական հաջողություն Միրո, որ դու առաքում ես անում, ես քեզ խանգարում եմ Ոչ Բա ինչ ես ինձ խանգարում Համե ինչ ես անում, ստեղ խիչ ես գնում Դե Միրոն ուզում էր գնար, ուղղակի Միրոն բանը մոռացել այդ բանը անում Բառապաշարը տես մոռացե Հա ինչ էր իմացար Մի րոպե Ասա Իվան Խպտված ուզում է ռեստորանը կիսի Ինչ արել է ցնդածը Ալվար շուտարի ռեստորան խոսալու բան կա Մի րոպե ես Իվանի հետ խոսամ գամ Ես 1000 անգամ ասեցի դրա ռադարա հո կյանքից Դու ինչ չես լսում ոչ մի ձեր
Ուզես Միրոն բաժակը տնայի։ Իսկ դու բաժակն էլ գիտես։ Իհարկե։ Միրոյին մաման փոքր ժամանակ տարել է դաշնամուրի, պապան ջյուդոյի, տատին իր ընկերուհիների հետ սուրճ խմելու։ Լավ նայի։ Միրոն երկու կետից հաջողություն է տեսնում։ Սխալ տեղ ես այդ տղան նայում, բաժակի մեջ նայի։ Հա, բաժակի մեջ էլ է երևում։ Իսկ Ալվարդը ասել է, որ սիրտդ ծակես։ Ծակի։ Միրոն ասպետ է տեսնում ձիու վրա, ձեռքին էլ ձուկ։ Այդ նշանակում է, որ դու գտնելու ես այն միակին, ու ինքը լինել է շատ հարուստ։ Շատ լավ է, իսկ կարող ես նկարագրել ինչ տեսք ունի այդ տղամարդը։ Իհարկե, հայլուպես երևում է։ Խուճուճ մազերով, հաղթանդամ, 1.60 բոյով, սիրում է մոպեդներ ու շատ հարուստ է։ Այդ քեզ ես նկարագրում։ Չէ, Միրոն ինչ տենում է, էդ էլ ասում է։ Նայի։ Խուճուճ մազերը տեսնում եմ, 1.60 բոյը տեսնում եմ, բայց հարուստ առաքիչ երբեք չեմ տեսել։ Ինչ ես խոսում։ Միրոն շատ հարուստ է։ Միրոնը սող կյանքը առաքիչ չի եղել։ Մոսկվաներում գիտես ինչ գործեր է ունեցել։ Ուղղակի էսի հոբի է, էլի, այդպես մեկ-մեկ տենց զբաղվում։ Իսկ Միրոն ընկերուհի ունի։ Միրոն ընկերուհի չունի, բայց կուզենա քո պես ընկերուհի ունենալ։ Вошла она, и стихло все, крикливая, и зажегся, будто в темени, моя погрустневшая и чья-нибудь любимая, как когда-то много лет назад моя. Էլեն ջան։ Ներողություն եմ խնդրում, շատ տան հարմար պահի եկա, ուղղակի դուռը բացեցի մտա ներս, բայց դուք պարեք, ես գնամ, հետո կգամ։ Այլ Էլեն ջան, դա դժվար չի։ Ես как раз վերջի կուպլետը կերկեմ։ Չէ, Էլեն ջան, ինչ նորություններ ունենք։ Հրաշալի նորություն ունեմ։ Իվանն ու Ժիրոն կռվել են ու որոշել են ռեստորանը կիսեն։ Բրավո, Էլեն։ Ես ուղղակի հիացած եմ քեզանով։ Ցանկանում եմ շնորհակալությունս նման կերպ հայտնել։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ հետ շատ հաճելի է համագործակցելը։ Էլեն ջան, եթե պետք է իմ կողմից վերջի կուպլետն է քո համար երգեմ։ Չէ, դուք տիկին Մարգոյի համար երգեք, ես գնամ։ Շնորհակալություն։ Այս աղջիկը դուրս գալիս է։ Պետք է իրան մեր թիմ վերցնենք։ Կյանքս, իսկ դու դուբայսկի շոկոլադ սիրում ես։ Շատ։ Ուրեմն Միրոն իր դուբայսկի շոկոլադի գործանը նվիրում է Վիկային։ Լուրջ կյանքս օֆրոշը։ Իսկ դու ինչ մեքենաներ ես սիրում։ Յաշիկ։ Ուրեմն Միրոն իր յաշիկի գործանը նվիրում է Վիկային։ Լուրջ, շատ ուրախ եմ։ Իսկ կյանքս մեր մեղրամիսը որտեղ է լինելու։ Կաբուլեցի։ Կաբուլեցի։ Կյանքս, որ ամուսնանանք, Միրոն քեզ թագու պես պահելու է։ Ինչ անես։ Ամուսնանով։ Տոյ մոպեդի պեդալ։ Ես ոնց ես այս երեխու գլուխը կերե։ Հեսա նայ ես քո գլուխը ոնց եմ ուտելու։ Խիտեց բան արեցին, հասին ինձ հարուստ ընկերեի գտել։ Միրոնը հարուստ։ Միրոսկի սեփական մոպեդ չունի։ Ամեն ինչ ես գտե այդ հարուստների մեջ։ Իրանք բավնիկ են։ Իզից օրինակ վերցրու, ամբուստացի խելոք, աշխատող տղու հետ։ Բայց մինչև Իվանին գտնելը դու էլ ես հարուստ փեսացու միշտ փնտրե։ Վիկա ջան, ես 1000 անգամ ասել եմ փակի այդ թեման։ Ան, բացի սիրտը, տնակ ինչ է ասում։ Միրոն իմ սիրտը արդեն բացել է։